ըստ երևույթի ես ուրիշ երգ չունեի, քանի որ ապրում եմ ընտանիքում, որտեղ ապրում էր երկու ռեժիսոր, մեկ մուլտիպլիկատոր եւ այն ինչ որ ես տեսնում եմ ինձ ավոր դուր էր գալի թե մանկուց, ուղղակի որ մեծացա արդեն հասկացա կարեւորությունը այդ արվեստի, որտեվ իմ կարծիքով կինոյի մեջ դա ամենավառ արտահայտվելու միջոցներից մեկն է, այն պարագայում, որ դու կարող ես նույնիսկ չունենալ ոչ մի նկարանող խումբ, բայց ինքդ միայն մենակ կարող ես ստեղծել մի օրինակ գլուխ գործոց, ինչի՞ չէ որ անցնում է բոլոր էտապները, այն էտապները, որոնք բնորոշ են երևի ցանկացած մարդու, այդ գտնել այն իդեալական թե մարդուն, թե կերպարին, որին դու պատկերացնում ես։ Եթե դու նպատակ ես դնում ստեղծել որևէ բարի հերոս, ապա սկսում ես իրան հատկություններ տալ քո պատկերացրած բարիության։ Եվ հակառակը բնականաբար հետո անցնում ես այն փուլի, որ նախ ինքդ քո համար նկարագրում ես իրեն, հետո սկսում ես նկարել, ստեղծել եւ ասում եմ ինքը մտքից մինչեւ իրականացում բոլոր փուլերը, որոնք հնարավոր է։ Ես կոնկրետ չեմ մատնանշի, որ կերպարներն են, որ կերպարներն եմ համարում հաջողված, երևի ամենագլխավորը այն կերպարը, որը սիրվեց դիտողի կողմից, իսկ եթե երեխաներին ուղղվածությունը մուլտֆիլմի, ապա երեխաների կողմից, այդ պարագայում հաջողված է։ Դա կարող է դուր չգալ ինչ-որ մի զանգվածի, բայց այդպիսի բան գոյություն չունի, որ դուր գա բոլորին։ Ապա եթե դու հասցեագրում ես ինչ-որ մի բան եւ դա դուր է գալի, ապա համարում եմ հաջողված։ Դա թեկուս պերսոնաժները, որոնք ստեղծվել են թե խորհրդային միության ժամանակ եւ թե նույն Disney ստուդիան, որը ամենավառ ստուդիաներից մեկն է եւ հայկական անիմացիան ունեցել է հիանալի հերոսներ, սիրված, շատ են, իսկապես շատ են ինձ համար։ Երևի թե չի ստեղծվել դեռ այն կերպարը, որին ես միանշանակ կսիրեմ, ամեն ինչ ինչ որ արել եմ, ես երկու կողմից եմ նայում, եւ դուր է գալի եւ ոչ մի գիծ, երևի թե մի քիչ ինձ վրա միգուցե շատ բան եմ վերցնում, բայց երևի գեղեցիկը մատուցելու ձև անսովոր միգուցե առաջին հայացքից, բայց ինչ որ մի յուրատկություն երևի թե կա, որով առանձնանում եմ եւ դա երևի դա էլ կա հենց իմ առանձնահատկությունը։ Նպատակները ու ցանկությունները շատ են։ Նախ մյուս տարի սպասվում է պրեմիերա Անահիտ մուլտֆիլմի Ղազար Սաղայանի հեքիաթի հիման վրա։ Ունենք նախագիծ անել մանկական բանաստեղծությունների էկրանավորում, քանի որ մյուս տարի Հովհաննես Թումանյանի 145-ամյակն է, ապա որոշեցինք այդպիսի մի պրոյեկտ անել։ Կա պլաներում անել Վրդանես Փափազյանի Կլոր աստվածներ հեքիաթը եւ պատրաստում ենք նոր լիամետրաժ ֆիլմի նախագիծ ըստ երևույթի Վարազդատ արքայի մասին, որը շատ հետաքրքիր ոճի մեջ է արվելու եւ շատ հետաքրքիր մատուցման ձև է ունենալու։ Դպրոցը ինչպես ժամանակն է ցույց տվել, իսկ ժամանակ ամենախիստ երևի դատավորն է, ժամանակը ինչպես ցույց տվեց, մենք ունենք փայլուն դպրոց, որին ծանոթ է գրեթե բոլոր ամբողջ աշխարհը, մենք մինչ օրս երբ որ ապրում ենք, երբ որ գտնվում ես մի միջավայրում եւ քեզ թվում է դրանից են կողմ դա դուրս չի եկել, սակայն արուտես աշխարհով ման գալու ժամանակ դու տարբեր արձագանքներ ես լսում հենց հայկական անիմացիայի մասին։ Այսինքն դպրոցը եւ վարպետները միշտ եղել են ու այսօր ունենք խնդիր այդ ամիջը պահպանելու եւ ինչու՞ չէ զարգացնելու։ Մրցանակների դեռ չի արժանացել, սակայն ունեցել է, որտեղ մրցանակը ըստ երևույթի ինձ համար ամեն դեպքում այդքան կարևոր չէ, ինչքան մասնակցության գաղափարը, ինչքան էլ դա թող իհարկե շատ հաճելի կլինի ստանալ մրցանակներ, սակայն երբ որ հայկական անիմացիան ցուցադրվում է աշխարհի գրեթե տասնյակից ավել երկրներում, դա արդեն մեծ հաջողություն է։ Եվ ծանոթանում են այդ անիմացիային եւ տեսնում են եւ հրավիրում են եւ քո ֆիլմը անցնում է սելեկցիա եւ մասնակցում է որևէ խոշոր փառատոնի, դա արդեն մեծ նվաճում է եւ դա միգուցե հենց այդ փոքր քայլերից մեկն է, որը ապագայում կբերի ինչ որ միգուցե խոշոր թե մրցանակների, թե շատ ավելի բարձր գնահատականների։
ընդհանրապես անիմացիան հասանելի է, գոյություն ունի համացանց, գոյություն ունի հեռուստատեսություն, գոյություն ունի DVD գաղափարը եւ ցանկացած մարդ կարող է նայել այն աշխատանքները, որոնք ստեղծվել են Հայաստանում։ Ուրիշ հարց ինչ է ստեղծվում, դա է ամենակարևորը։ Եթե կորում է հետաքրքրությունը հայկական անիմացիայի, դա առաջին հերթին անիմատորների ու ռեժիսորների մեղքն է, այլ ոչ թե հասարակության։ Մենք ինքներս պետք է մաքսիմալ ստեղծենք այնպիսի արվեստ, որը գրավի եւ մեծացնի քո բանակը դիտողների։ Չգիտեմ ինչ է սպասում հայկական անիմացիային, քանի որ այսօր ենք մենք ստեղծում ենք, ինչ որ կտեսնենք վաղը։ Ամեն դեպքում եւ ես եւ ցանկացած մարդու զբաղվում այդ գործով, երևի մաքսիմալ ուժերն է դնում նրա համար, որ նախ եւ ֆիլմերը լինեն հետաքրքիր եւ հիշվող եւ ինչու՞ չէ լինեն նոր էտապ հայկական անիմացիայում։ Ինչքանով դա մեզ կհաջողվի ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում մենք անկեղծ ու նվիրված ծառայում ենք այդ գործին։